Թե ինչ նորություններ ունի ձեզ հայտնելու Alter Ego community-ին կիմանաք այս ոդկասթի ժամանակ։ Ողջույն բոլորին, կյանքլոներ, մենք նորից այստեղ ենք այս հրաշալի տաղավարում, Rock and Roll ստուդիայում։ Rock and Roll։ Rock and Roll էլ կլինի, բայց Rock and Roll-ը շուտվանից չկայինք, չէ՞։ Դե հա, իվենտները ամառա, ասում ժողովուրդ ջան, խիստ մի դատեք, հա, իվենտի վրայից։ Այո։ Դա կպատմենք։ Դուք գտնվում եք Triangle-ում YouTube-յան channel-ում, Triangle Frequency, եւ այսօր ունենք հյուր մի ընտիր անձնավորություն, մեր լավ ընկերը, Gen Z առաջի վիպուսկի մի մարդ, որը բար ներկայացից, այո, DJ, producer եւ Alter Ego-ի համահիմնադիրներից մեկը Ալբերենցը։ Բարև ձեզ, դες լավ ներկայացրեցի, չգիտեմ որ շարունակեմ։ Բրբետան, բավական կանչում ենք չես գալիս, ապա ուրախ եմ շատ գտնվել ձեզ մոտ հյուր, շատ հաճելի առավոտ է սկսվել։ Ու հուսով եմ կունենանք շատ հետաքրքիր զրույց։ Անպայման, ապրես որ եկել ես, հաստատ հետաքրքիր զրույց ենք ունենալու միասին ու սկսենք միանգամից հավանաբար նայած կլնես մինչև այս ոդկասթները մեր մոտավորապես գիտես ոնց է ընթացքը սկզբից ներկայացնում ենք աշխարհում կատարվող իրադարձությունների մասին նորություններ դրանից հետո քեզ սկսում ենք հարցաքննել ապջան շատ լավ դե գնացինք Հա, մեր առաջին նորությունը, ուրեմն Ժորժ ջան, հետաքրքիր նորություն է։ Մեր հայրը չնայած այդքան էլ չեն սիրում, որովհետև բանը քուրները տանում է շուտ գնում պարկում քնում են, բայց թեման after party-ներն է։ Թեման after party-ներն է ու սկսվել է after party պատմություն 1970 թվականին Նյու Յորքում Դեյվիդ Մանկուզոն մի երիտասարդ, որը որ որոշեց իր տանը, հա, անել after party-ներ, ակումբից հետո հավաքել իր ընկերներին, ոչ մի կանոններ, ոչ մի face control, ոչ մի այսինքն ինչ որ խիստ պայմաններ, պարզապես ակումբներից հետո հավաքվում էին եւ շատ լավ ժամանակ էին անցկացնում։ Դրանից հետո դարձավ The Loft անվանումով, հենց իր բնակարանի անունը, The Loft էին ասում արդեն։ Հենց ոնց որ after party-ների վայր, որտեղ որ կատարվում էին 18+ բաներ։ Չէ, գաստե կարևորը համել նշել, որ միջև հետ այդ գաղափարը կոնկրետ ամբողջ աշխարհում չկար, հիմա մարդիկ կարող է տենց որ հարց տան, Լեովն էլ առաջի անգամ որ կարդում ենք այս հարցը հարց տվեց։ Ասաց, բայց միջև հետ կարող after party-ներ չկար։ Դե հաստատ եղած կլինի, ինչ որ տենց after party-ներ բաներ, բայց իմ կարծիքով հենց այդ ֆորմատը կոնկրետ հետազոտություն էին արել, էլի, որ այս Դեվիդ էր անունը, հաստատ հարուստ երեխա է եղել։ Հա Պատկերացնում ինչ չափի պետք է եղած լինի Նյու Յորքի կվարտիրան իրա, որ ասենք տես party-ներ բաներ, ասենք սաղ Նյու Յորքից, հետո տենց մարդիկ արդեն ծանոթ անծանոթ սկսել են իր մոտ հավաքվել, էլի, դες դրա համար դաժե անուն են դրել կվարտիրային։ Ու այստեղ նշված է, որ 80-ականներում եւ 90-ականներում այս մշակույթը տեղափոխվեց դեպի Մեծ Բրիտանիա ու դարձավ մշակույթի կարևոր մաս։ Դե մինչ օրս after party-ները թնդում է աշխարհում եւ Եվրոպայում, բայց ցավոք ոչ մեր մոտ ինձ թվում է։ Բանը էլի այդ բանի տարբերակն է։ Այդ ասում է մենք գիտենք մենակ Հայաստանում է տենց, բայց ամբողջ աշխարհում էլ փաստորեն կա էլի, ասում մի լավ բան որ տեսնում են մարդիկ, միանգամից ուզում են նույնը իրանց մոտ անեն։ Հա։ After party-ները ինչ էինք հետո խոսում։ Հա, հաջորդ հարցը շատ էլի տենց
կայֆոտ հարց է։ Չէր ուզում մի քիչ խոսային օրինակ ստեի հետ կապված after party-ները ինչի զարգացած չի Մեր մոտ, հա որովհետև լավ ջան, օրինակ դու հիմա մենակով ես ապրում, ոչ իվենտներից հետո ոչ մի քիչ ես հավաքում տանում ձեր տուն, որովհետև հարևանները վրդ կխոսան։ Հա Այտենց նախնես տեղեր չունենք, գիշերը այտենց երկար աշխատող, հիմա մի տեսակ այտենց է որ թսիկացել է քաղաք էլի, այդ առումով բոլոր տեղերը որտեղ որ այտենց է որ առաջ կար տոճկա, բան, ասենք այտենց տեղեր կար, որ ասենք սաղ տեղերը վերջանում էր, փակվում էր, գնում էին այդտեղ, դաժե ասենք փաբերը հիմա այտենց ժամը 3-ին 4-ին այտենց է որ զանգը տալիս են, ասում են հելեք, ասենք, այն ժամանակ կային այդպես կոնկրետ տեղ։ Հիմա այդպես տեղ գիտեք որ դա քաղաքում որ առավոտու 6-ին կարաս գնաս, ասենք։ Դա ճիշտ ասած չէ ես։ Բայց դու մի հատ տեղ գիտես որ մինչև 6-ն աշխատում սկսենք, ասենք, որ մի հատ էլ դրանից հետո բանը լինի։ Մի հատ sense ինձ թվում է Դեյվիդի նման հարուստ տղա է պետք վիլայով Երևանի մեջ, ինչ որ sense քաղաքի տեսարանով, որը որ տենց կարա Նորքում ապրող ցանկալի է, ու առանց հարևանների, հա, հարմար կլինի քաղաքի տեսարանով։ Եթե տենց մարդ կա մեծահարուստ մեր հետևորդների մեջ, հա, տենց լավայցի անունը դնենք The Loft եւ գանք ձեր մոտ սկսենք after party-ներ կազմակերպել, լավ աշխատող թեմա է ժողովուրդ։ Մեր հաջորդ հարցին անցնենք։ After party-ները լավ ջան, տենեմ ես ինչ համար բան չի խոսում, որովհետեւ չունենք after party, ինչ խոսանք after party-ից, կոնկրետ այն որ չկա այդ քաղաքում։ Ռուֆուս դե սոլից էի ուզում մի երկու բան ասեի։ Հա, ինչ են ասում։ Գմփցրել են, այս մի երկու տարի է արդեն երևի գմփցնում են, հա։ Օգնել են, կարևոր է ասել։ Ստացել են։ Գրեմին, բայց իրանք չստացան։ Իրանք ստացան։ Չէ, իրանք բան էին, nominated էին, բան էին, նոմինացիա ունեին Գրեմի, բայց իրանք չստացան, չէ։ Ինչ որ հա, բանը։ Հա, չէ, կոնկրետ էս վերջին մի երկու տարի, այն որ ահա որ թնդացին, Madison Square Garden ոնց որ մի 3 օր sold out արեցին, ես կակրաս այս ժամանակ բանում էի, մտածում էի գնայի, բայց տոմս չկար։ LA-ում էի, այնտեղ Kia Forum մեջ այդպես ստադիոնոտ տեղ է ու 5 օր այնտեղ համերգ ունեին, պատկերացնում ես 5 օր ցելի ստադիոնում խոսքի ասենք 4 օրը sold out էր։ Խոսքի ասենք այն մի օրներ երևի պրոստը բան է, այն որ ամաչել են երևի գրեն որ sold out-ա, կոնկրետ ասենք խփոցի էր գնում տոմսերի համար, ահավոր թանկ գներով, չգնացինք իհարկե, բայց փաստորեն պետք էր գնալ, որովհետև համերգից հետո հայտարարել են, որ մի որոշ ժամանակ պաուզա են վերցնում, այսինքն այտենց ալբոմ, բան, այսինքն չեն ցվրվում, ուղղակի համերգներ, բաներ, ինչ որ այտենց տուրեր, բաներ չեն արելու մի որոշ երևի մի երկու տարի այտենց բարձվում է ու կարծում նախապատրաստվում են նոր Հա, նոր գմփցնելուն էլի, հեսա մի հատ էլի այտենց քանի որ լավ նոր ալբոմ կգրեն էսա։ Դե հա, եթե կամ էլ կգնան կպարկեն ինչ որ մեկը կգրի։ Դե այդ իրանց գժվոցին հետ իրանց ամենահայտնի տրեկով են։ Անունը ոնց էր։ Inner Boom, Inner Bloom, հա։ Inner Bloom, հա։ Սա Instagram-ը է դա, հիմա ինչ որ նոր բան է պետք իրանց ինձ թվում է, որ Չէ, իրականում շունչով, հա։ Շատ տաղանդավոր են, բայց ես մեկը անկեղծ որ ասեմ, իրանց այդ բանը չեմ հասկանում, գաղտնիքը չեմ հասկանում։ Հասկացանք լավ մի հատ լավ տրեք ունեն թույն, հասենք լավ, էլի մի քանի հատ էլի տենց տրեք ունեն, այդ մեկը շատ հայտնի է, էլի լավ տրեկեր ունեն, բայց ասենք չգիտեմ 5 օր ստադիոն լցնելու չի, էլի ասենք տենց այն որ լսել ես դու իրանց լայվ։ Չէ, ճիշտ ասած չեմ լսել, բայց մենք չենք լսել։ Նման մասշտաբով ինձ թվում է ցանկությունը չի լինի, որովհետև ինձ թվում է մի ճան հարմար է էլի ստադիոն բան շատ մեծ իվենտ, ես ավելի փոքր մենք էլ հա, ես էլ տենց ստադիոն մի տեսակ ու գիտես ինչներ խնդալու կամ գոնե backstage պետք է լինես։ մտել էի տոմսերն էի նայում դե զարմանալի էր, ասենք ստադիոնը ոնց է, մտածում էի տենց երևի պարահրապարակի հատված է, բան, բայց խոսքի օրինակ նստած տեղեր կար, կարաս խոսքի ասենք գնաս Ռուֆուսի խոսքի նստած տեղեր արդես, նստես խոսքի DJ-ի համերգ նայես խոսքի ասենք։ Միսակ իմ համար անհասկանալի է, բայց կոնկրետ մարդիկ տենց է որ գնում են։ Ճիշտ ասած էլի է մի քանի տեղ աշկովս ընկել է, որ արդեն սկսել են այդ նստած վիճակը շատ պրոմոտ անել։
ահագին իվենտների աշխուժ ընկել են համարավանդ Ամերիկայում, ասես նայում էի, հենց suitable ճախեր, բայց ես էլ չեմ պատկերացնում, էլի։ Ու բան, չէ, որ սենց է ֆուտբոլին ման է, որ հելում կանգնում ես ուզում ես սպարես, հետևին ասում են նստի, Դրոփի վաղճան այդ կանգնում են։ Գիտեմ, ես դա չեմ հասկանում, DJ-ի ժամանակ։ Կարող է մի քիչ մեծանանք հասկանանք Լոժան, երևի արդեն հələ բանը, հələ երևի ակտիվի մեջ ենք հələ ասում եմ։ Կարող մի քիչ մեծանանք, ասենք նստած տեղերը լի, այդանք բան լսենք։ Միլենիալները դեռ շատ ակտիվ են, так что դեռ այդ նստելուն շատ ունենք։ Հուսա Ժամանակվան ես։ Լավ, անցնենք մյուս թեմային, Burning Man-ից մեր ոդկասթների ժամանակ շատ ենք խոսացել։ Բայց քանի որ ասում ես թողարկումը, հա, էլի ինգելա Burning Man-ի վրա, հենց հիմա գնում է։ Այո։ Հիշենք ու անցնենք մի հատ վրայով, այսպես ասած, 1986 թվին հիմնվեց Burning Man փառատոնը, համահիմնադիրները Լարի Հարվին ու Ջերի Ջեյմսը Սան Ֆրանցիսկոյի Baker Beach-ում կառուցեցին փայտե մարդու արձան եւ այրեցին այն։ Դե բարձ առաջի հավաքույթներին մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել։ Հա, ու նենցա որ ինքը տենց մյուզիկի մասին չի եղել, իրականում, տենց ուղղակի հավաքվել են պլաժում, երևի տենց ինչ որ այն ժամանակ ծանր նարկոտիկներն էին տարածված, երևի ինչ որ տենց դրագեր բան, ասիդ բան, կիսլատա էին ասում։ Կիսլատա բան են երևի արել, տենց են, որ հետո վերջում որոշել են վառեն այդ մարդուկին, մի 2 տարի տենց վառելուց հետո Մի 2 տարի վառելուց հետո ղեկավարությունը, կառավարությունը Կալիֆոռնիայի լարեց Burning Man-ի ժողովրդին, դեից այդ ամեն ինչի համար ու ուղարկեց դեպի անապատ Black Rock City, Nevada, ասեց գնացեք ինչ ուզում եք վառեք, ինչ ուզում եք օգտագործեք։ Այդ քաղաքը, հա, հենց կոնկրետ իրանք են այդ անվանումը բանը իրանք են ստեղծել, իրանք sense անապատ են քշել, էլի տենց իրանք ոնց որ մի որոշ ժամանակ էլի այդ մարդուկին սարքել են, ուղղակի ավելի շատ մարդ էր հավաքվում այդ ժամանակ, արդեն տենց որոշեցին քաղաքը դե հիմնեն, հենց Black Rock City անունով, մինչև հիմա էլ Այո, դե հիմա արդեն ամեն տարի մոտ 70-80 հազար հոգի մարդ է հավաքվում, մոտ մեկ շաբաթ մարդիկ փոխանակվում են իրենց experience-ով, ուտելիքով, խմելիքով, որովհետև գումար, ինչպես գիտեք, գումար չի ֆռում ընդե, ինչ որ բան տալիս ես դու, ինչ որ բան տալիս են քեզ, անգամ ոնց որ դուշեր չկան, թացարֆետ կարող են մարդիկ լողանում, եթե պատրաստ եք նմանատիպ հետաքրքիր է որ մարդիկ կան որ ոչ մի բան չունեն տենաս ինչ են Դե բայց փաստորեն կան այդքան քշեր որ տենց հավաքվում են եւ գնում են հա ինձ թվում է այդ experience-ն դե ինքան կայֆա որ այդ մինիմալ բաները մարդու աչքին չի երևում էլի հա բայց իմ կարծիքով կոնկրետ այս տարի հələ կտեսնենք հեսա հələ թող ավարտվի ասում ձենը կգա բայց իմ կարծիքով ահա որ սպադի է գնում Burning Man-ը հա ես չգիտեմ տենց եմ կարծում որովհետև նախ մի ժամանակ չգիտեմ ես հիշում եմ օրինակ իմ ավելի երիտասարդ տարիներին ասենք չգիտեմ Burning Man-ի տոմս մարդիկ տենց է որ տոմս էին մանգալի sold out վիճակներ էր բան ասենք ես իմիջ թվերի էր հասնում տոմսերը բայց ես նախ ես վերջի տարիների вообще sold out չի եղել ոչ մի անգամ Burning Man-ի տոմսերը բացի դրանից խոսքի ասենք այդ ավելի տենց մի քիչ ավելի բան է դարել մի տեսակ Coachella-ի տիպի ավելի մարդիկ դες գնում են իրանց ցույց տան բան, այն կոնկրետ են բնիկ բերներները ավելի քչացել են ոնց հասկացա, տոլի մեռել են, տոլի արդեն չգիտեմ ինչ, ու մեկ էլ բան է, ու ասենք այս տարի էլ մի հատ նորություն լսեցի, որ вообще տենց է, որ շոկի ենթարկվեցի, այս տարի բան է, Mayan Warrior-ը չի լինելու խոսքի ասենք։ Ոյքո Հա, կոնկրետ բան էին, ես մի երևի մի քանի օր առաջ էին post էին արել, որ տիպը իրանք բան են վերցնում, peri-վ են վերցնում այս մի burn-ին, բայց խոսքի ասենք ոնց կարա էլի, ասենք էդի Burning Man-ի խոսքի ասենք, հա, ասենք այդ կոնկրետ, ասենք իրանց ոնց Դե այն եղանակային բանն էլ խանգարեց մի քիչ անցած տարի, էր թե նախանցածիներ ոնց որ հա, մոթորիկ են, որ տենց հա, ցեղ Даже если ասեմ քեզ իմանաս, հա, այդ բուկու բորանն ու ցեխը պայսի ամեն տարի էլ լինելու է, բայց даже հենց այդ փաստը, կոնկրետ որ ասում եմ, որ ասենք այդ հեռախոսներով այդ
Insta այդ սամկաները, բաները, այդ որ տենց սաղ հավաքվում են, հիմա շատ են գնում, իմ կարծիքով դրանից էլ մի քիչ այդ բանը եղավ, որ տենց սաղ նկարում էին խոսքի, ասենք հիմնականում ես տենց օրինակ այդ չգիտեմ այդ գլամուրնի աղջիկները նկարում էին այդ ցեխերի մեջ, օյս ինչ ահա որ վիճակ է, ստեղ բան, բայց այդ ցեխ ցեխը իրականում ինքան անապատ է, մի հատ տենց անձրև է գալիս։ Այդ ոնց որ մեր աղջիկները գնացին անցած տարի Արևոտ ֆեստիվալ։ Լրիվ նույն բան։ Այս որտե սարերում փոշի կա, ոնց կարելի է ասես։ Հա, դու կոնկրետ այդ ասում, իմ կարծիքով տենց վատ բան եղավ, ագիտացիա եղավ Burning Man-ի համար, բայց ասենք այդ ցեխ ցեխը ընդ միշտ էլ եղել է, էլի, ասենք Պրոստը այդտենց մարդիկ չկային։ Անկումների մասով չեք մտածում, ինչ որ տարածված է, որտեղ այս վերջերս, չգիտեմ, տեսած կլինեք հաստատ Circle-ի մասով, որ ֆինանսական ծանր վիճակում են գտնվում ու նմանատիպ հսկայական պրոյեկտը չի կարողանում բանային դրամա հավաք էին անում։ Հա, ու իրանց իմ կարծիքով մի քիչ աշխատելա ոճից էլ է այդ իհարկե կախված, որովհետև իրանց ֆեստիվալները ու իվենթները սա sold out վիճակների մեջ է եղել։ Ուղղակի իրանք մի քիչ իրանց բանի վրա կոպիտ ասած այնքան ծախս էին անում, ասենք, չգիտեմ, նույն իրանց ասենք այդ ֆեստիվալի վրա, նույն իրանց ասենք բարձր մակարդակի վրա էր, տիպը իրանք այնց բարձր պլանկա էին դրել ու իրանք համար էլ նո օրինակ նույն այդ իրանց Ադիսյանները որ արեցին իմ կարծիքով է դրանք սա տակ են տվել որտեվ խոսքի ասենք ես որ մտածում եմ ասենք այդ դրսի գներով եվրոպական ասենք ու այդ ամերիկական գներով այդ իվենթը կազմակերպել է ու ասենք դա չգիտեմ մի 1000 հոգի մարդ հավաքել է առանց հովանավորների առանց բան խոսքի այդ եվրոպական այդ գներով այդ 360 աստիճան լեփ ասենք այդ պատկերացրել ինջոգելով հենց դրանով էլ մեջք են գնացել իրանք այդ ֆեստիվալն էլ այս տարի արեցին որ տիպը մի քիչ երևի հետ գան բայց երևի արդեն խոսքի ասենք նույն արտիստներն են մի ոնց էր ասենք Circle-ի ժամանակ արտիստներին բանին փող չէին տալի չէ դե իրանք խոսքի չգիտեմ էլի գաղտնիք էր կարող չասեին դե իրական շատ է խոսակցությունները գնում էլի հա դե իրանք տո անենք հա չէ դե իրանք արտիստներին փող չէին տալիս բայց ֆեստիվալի ժամանակ դե արդեն բնականաբար արտիստներն էլ խոսքի կասեն բրատ ես ինչ մոմենտ է խոսքի տոմսես ծախում հաստատ փող են վերցրել ու տենց նենց line-up էին հավաքել Circle ֆեստիվալին որ հաստատ Ես կարծում եմ ավելի լավ է դադար տալ կամ լրիվ փակել պրոյեկտը, քան թե գումար մուրը մարդկանցից։ Չգիտեմ, իմ համար նմանատիպ մեծ կազմակերպությունը, որը տենց համբավ ունի աշխարհում էլեկտրոնային երաժշտության, դրամահավաք, ասենք, չպետք է անի, էլի գումար չպետք է հավաքի։ Ավելի լավ է դու ասես շնորհակալություն, մենք ոնց որ մերը արեցինք մեր պրոյեկտը փակվում է, չգիտեմ, դադար տալ մի ուրիշ բան մտածեր կամ ասենք կարելի է ուղակի դադար տալ 1-2 տարի հետո վերադառնալ։ Դե իմ ջոգելով պարքերի մեջ էին ավելի շատ խրվել դրա համար, թե չէ նենց չի որ ասենք բանը փող չաշխատելու իմ կարծիքով արդեն մի քիչ նենց թեմա էր մոտները, որ ասենք այդ տենց կարողա կոնկրետ վերանային էլի այդ դատեր, մատեր, խոսքի ասենք, չգիտեմ, արտիստների մի երկու հատ փողեր մողեր տված չլինեն, ասենք պատկերացնում ես, այնտեղ, չգիտեմ, ով ինչ արտիստներ կային, խոսքի ասենք, նախ կարան բան անեն, էլի, որ վերացնեին։ Բայց ձենցուն չկա, մի հատ կարելի է գրել հարցնել, вообще ինչ կա, ոնց եք, մի հատ կարող տենց Հայաստանում Circle-ը։ Հիշացնենք իրանց առաջի անգամ Հայաստանում Circle-ը Գառնիում տեղի ունեցավ, ես հիշում եմ, շատ լավ որ ունեցանք, կարելի է ինչի՞ չէ հետագայում Հա։ Իրանք ուզում էին այդ Circle-ից հետո Գառնիի երկրորդը անել։ Հա, մեր մոտ մի քիչ տենց ֆինանսապես չէ չստացվեց։ Հա, դե որտեվ մի քիչ ավելի թանկացրել էին գները եւ ընդհանուր հովանավորներից մեր գումար հավաքել դրա համար, որտեվ իրոք իրանք արդեն այդ վաղտ բավականին ոնց որ գնալով աճում էին ու գները հելել էր շատ։ Բայց հիմա կարող է մի հատ նոր շունչ ապրեն, տեսնենք։ Եվ վերջին նորությունն էլ ասենք, այդ էլ կարևոր նորություն է, մեր Bionix ֆեստիվալի տուրի մասին ենք ուզում ասել, եւս մեկ նորություն, եթե դեռ չեք նկատել մեր սոցիալական էջերում եւ չեք նկատել մեր տրիանգլումի էջում, գնում ենք տուրի։ Նվագելու ենք Bionix ֆեստիվալում, շատ լավ նորություն է մեր համար, լավ փորձ է մեր համար Circle-ի ֆեստիվալից հետո նվագել նաև այլ ուրիշ լավ ֆեստիվալին Limassol-ում Կիպրոսում շնորհակալ ենք իրանց լավ առաջարկի եւ
Այո, Փորձման համար։ Մանրամասներ ասենք, հա, լինկը իհարկե հողումում դրված կլինի, Bionics-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Լունատուրն է, որ հենց կազմակերպում է այդ տուրը, տուրերի մանրամասներին եւ գներին կարող եք մտնել ծանոթանալ հղումով, որը որ թողելու ենք YouTube-յան մեր լինկի տակ, բայց ասեմ, որ շատ թույն բան է լինելու, շատ թույն ծրագիր է, 4 օրով մեր հետ, մեր գլխավորությամբ, մեր հետ միասին բոլորովս թռնելու ենք Լիմասոլ, այնտեղ լավ ժամանակ ենք անցկացնելու, եթե չեմ սխալվում, ինչ որ տենց այնտեղ հայերով գաք մեզ սուպորտ անեք, էլի։ Ընթրիք ենք ունենալու բոլորով միասին, դզեց։ հա, այսինքն տենց բավականին հագեցած գեղեցիկ տուր է։ Բասեմ իմանաս։ Հա, հուսով եմ էլ ամսի 26-ի։ Այո, գեղեցիկ ժամանակ ենք անցկացնելու։ Հետո backstage-ի access եք ունենալու, դա շեշտենք, որ եթե տուրով գալու եք, մեր հետ հայերով, հետևը դրոշներով մեզ կարող եք սուպորտ անել, մենք շատ ուրախ ենք։ Так что, հա, եթե դեռ մտածում եք ու սեպտեմբերի վերջ պլաններ չունեք, սեպտեմբերի 24-ին Հայաստանից մեկնում ենք Limassol Bionics ֆեստիվալ, մի բան էլ շեշտեմ, եթե այդ ֆեստիվալի մասին չեք լսել, արդեն բավականին հայտնի ֆեստիվալ է ու հենց line-up-ն էլ բավականին ծանր, այտենց լավ line-up, հա։ Ծանր։ Հա, Bedouin-ին կարաք նորից լսել։ Այո, հենց մեր հետ նույն օրն են նվագում։ Bedouin-ին կարող եք լսել, Argin կարող եք լսել, Monolink-ին, Adam Bayer-ին, այսինքն բավականին ծանրակշիռ լավ line-up, հա, դե մեզ էլ չասեմ։ Քեվս խզարելու է, так что կգաք լսեք ամ։ Հա։ Դե լավ ասма, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, լիքը հարցեր ունենք Ալբերտին, так что գնացինք։ Դե սկսենք երևի ամենա այն բան հարցին, բազային հարցին, որ մեր բոլոր DJ հյուրերին տալիս ենք։ Ոնց սկսվեց Աբուլ ջան, 16 թվին է, չէ՞, եթե չեմ սխալվում, 16-ին է սկսել օֆիցիալ DJ-ինգը։ 15-16։ Հա, ինչ ոնց որոշեցիր, այդ որտեղից եկավ, որ ասում ես դժվար ուղին ընտրես Աբուլ ջան, այս DJ-ինգի, producer-ինգի, event-ների, բայց DJ-ինգից սկսենք։ DJ-ինգից սկսենք, հա, որտեվ հենց հիմքը DJ-ինգից սկսեց, որ 2016 թվականներ, եթե 16, թե դաժե 14 աշխարհի խաղերը երբեր այդ ժամանակ էր, հստակ հիշում եմ, ես Բեյրութում էի, ու այդ ժամանակ Բեյրութում շատ ակտիվ ֆեստիվալներ, բաներ էր կատարվում, էլի մի իվենթներ, լավ ակումբներ ունեին, անգամ որ գնում էինք, ես փոքր էին, ստանում էին, գնում էինք ծովաբան, ամենտեղ լավ արտիստներ, բան սենց վիճակ էր ու ոնց որ սենց շատ քաշեց էլի, ու այն ժամանակ եթե կհիշեք ավելի շատ երաժշտության առումով EDM, հա, կոմերցիոն այս վիճակները Hardwell Martin Garrix բան ու շատ դուրս եկավ շատ ու որոշեցի փորձեմ ինչի՞ չէ ու տենց անկախ ինձնից ոնց որ փորձելով ինքնուս եմ եղել չգիտեմ կհիշեք թե չէ դուք արդեն նվագում եք որ ես գալիս էի էլ Skybar բան ու տեղից սկսեց ոնց որ սերը դեպի երաժշտություն ու տարիների ընթացքում դա արդեն կոմերցիոնից դարձավ էլեկտրոնայինից producing-ը թողել նորից շարունակել music, նվագել, հետո նորից producing-ի մեջ մտնել։ Մի խոսքով ժամանակի ընթացքում դարձավ այնց, որ ամբողջ կյանքը սկսեց պտտվել երաժշտության շուրջը, որին հետո նաև ավելացան իվենթներ, իհարկե լիքը տեղից ոգեշնչվելով կանադառնանք դրան ու սենց եղավ այն ինչ որ եղավ։ Ես ուզում եմ քեզ հարց տալ ոչային հետ կապված, որովհետև հիշում եմ դու սիրում էիր, սկսում էիր օրգանիկ հաուսից, հետո ոնց որ դա ավելի afro house գնաց, բայց դու հիմա չես նվագում այդ երաժշտությունը։ Հիմա տենց ավելի թեքվել ես մելոդիկ, ինչ եղավ մոտդ, թե ավելի ոնց որ ինչ մոտդ փոխվեց, որ սկսեցիր դրանից տեղափոխվեցիր ես էլի, թե ասենք ընդհանուր ոնց որ նայելով շուկային էլ նայելով ընդհանուր շուկային դե օրգանիկ ես միշտ սիրել եմ, հա իմ ամենասիրելի ժանրերից մեկն է, բայց ավելի շատ երևի դա վայելելու, լսելու համար, ասենց հանգիստ վիճակներում Afron, հա, եկավ մի պահ բոլորիս կյանք ասել, հա, ինչ որ չափով եկավ, գնաց
ու կարծում եմ ժամանակ առ ժամանակ թե կլինի մեծանալուն պես թե ճաշակային փոփոխություն բան, այդ ամեն ինչը անդրադառնում է ու չեմ կարող ասեմ ոնց փոխվեց, էլի։ Ասենց ինչ որ ասենք պահի տակ թե տրեկեր նայելուց բան արդեն հասկանում էի, որ ոնց որ աֆրո կամ հասկացար, որ աֆրոն երկար կյանք չունի, էլի։ Ну, հələ ունի ասեմ քեզի, հա, ինձ թվում է ունի, բայց ավելի շատ հիմա իմ մոտ այն process-ային վիճակն է գնում, որ փորձում եմ ավելի շատ գտնեմ իմը։ Այսինքն դա դեռ process-ի մեջ է, աշխատանքը կլինի, չգիտեմ, մի ամսից թե մի տարուց թե 10 տարուց, դա մի քիչ բարդ հարց է, բոլորդ գիտեք, ու ավելի շատ փորձում եմ գտնեմ։ Դրա համար ինքը խառնված է ինձի, մելոդիկ, որոշ չափով նաև աֆրո, Ես կարծում եմ կոնկրետ օրինակ իմ մոտ կոնկրետ օրինակ տարիքային էր ինչքան ասենք տենց մեծանում էի ես էլ սկզբից օրինակ չգիտեմ tech house էի շատ սիրում խոսքի ասենք tech house էի նվագում հետո դրանից հետո ասենք չգիտեմ դե մինչև tech house-ը մինչև tech house-ը սաղասրը սկզբից pop-սայից ենք սկսել չէ դե pop-ն կա լոժան pop-ն ասում եմ մինչև հիմա էլ կա electro house-ը էինք նվագում EDM-ը էինք նվագում այո ճիշտ է հետո եկավ tech house-ները Tech house-ները մատունենց tech house-ները հա hot science-ը բան ասում որ բերում ենք Freedom Music-ի event-ը հիշենք Format B այդ երաժշտությունն է էլի այսինքն այդ tech house-ը Luigi Rocan Format B Կստати բան է հա Երևան պարկի Երևան ինչ որ Երևան Mall-ի Zigzag-ը որ կա հիմա այդ դրա տեղն էր Format B հա բայց այն ժամանակ tech house-ներ հիմա ներս թողեցին Լուրջ ես ասում։ Դե հա, ասեցին 18 չկա, կոդներ չտա։ Հա, չկա իր այդ վաղտելը 18։ Չեմ կարա հիշեմ ով էր face-ը այն վաղտա, բայց հա, ես կսացի։ Կանին երևի պետք է եղածելի էլի։ Բայց հրաշք event էր, հրաշք կազմակերպված ու 3000 հոգի մարդ, ես հիշում եմ, այդքան մարդ էր եղել։ Իմ գալով կլեր հաստատ։ Իմ առաջի այդքան մարդու դիմաց սեթն էր, բայց նվագել եմ մի շնչի տակ Սենց ոնց որ 1000 տարի է այդքան մարդու դիմաց նվագած լինի։ Այդ տենց լավ իվենթ էր ու որ աշսիր tech house հիշեցի էլի։ Իրոք այդ մյուզիկն էինք նվագում։ Հետո թեքվեց, պատմի, հա, հետո կեֆ ջան։ Հետո քիչ-քիչ դե հա, դե ֆրանսին կեն որ գնացինք, ասենք, չգիտեմ, հա նույն էլեկտրո էլ, breakbeat էլ, խառ ամեն ինչ տենց է որ նվագել ենք, բայց դե հա, այն որ ինչ որ տարիքների ես հաստատ այդից զգացել եմ, էլի կոնկրետ տարիքային հետ կապված մի պահ մինիմալ էի, ահա որ շատ սիրում, խոսքի ասենք deep tech minimal։ Դե հիմա էլ եմ չնայած շատ սիրում, բայց այդ ոնց որ դու ասեցիր, այդ մի քիչ ավելի լսելու ավելի բան է, էլի օրինակ Հայաստանում նույն մեր փորձից էլ ելնելով մեր իվենթների, օրինակ օրգանիկը Հայաստանում կամ չգիտեմ, կարող չենք կարում նենց աուրա ստեղծենք, որ մարդիկ կարողանան դա վայելեն, կարող է դա հա, դա մի քիչ կներես որ ընդհատում եմ, բայց Իժևսկի իվենթը հիշենք, որը օրգանիկի վրա էր հիմնված, ֆանտաստիկ իվենթ էր։ Հա, բայց օրինակ դրանից հետո էլ նույն էլի մի երկու հատ էլի օրգանիկ ունեցանք, բայց էլի տես մարդիկ տես բանի դեմքով նայում են։ Բայց բան, դու շատ ճիշտ ես, այդ օրը շատ լավ էր, բայց Իժևսկին իր սետը կիսեց երկու մասի։ Ինքը նվագեց 2 ժամ, առաջին մի ժամը ինքը նվագում էր օրգանիկ, հետո ջոգեց, որ մասան չի բռնում այդքան, փոխեց դեպի Ken Music-ով սկսեց նվագել ու բռնեց այսպես։ Ինքը Իժևսկին տարբերվել է միշտ ու շատ ենք խոսել դրա մասին, ինքը ահա որ քթի ծակով DJ-ը, այն որ ջոգում է մի անգամից մասան։ Օրգանիկը շատ լավն է, բայց օրգանիկի համար ինձ թվում է մի հատ վայր է պետք բացեցի ասի։ Նույն սխալը մենք արեցինք Ռոյ Ռոզենֆելդի հետ կապված, որ փակ տարածքում ավելի։ Այո, ինքը all day dream-ի վիճակներն է։ Հա, այսինքն ինքը դες բնություն է ուզում, կանաչ է ուզում կամ չգիտեմ, ծովի ափ է ուզում, օրինակ նույն այդ Sunrise set, ասենք ես հիշում եմ բանում, այն չեմ հիշում այդ Genfest-ներ, թե Կազանձիպներ որ ասենք այն space-ում խոսքի ասենք չգիտեմ մեկ-մեկ օրգանիկներ բաներ էին նվագում, ասենք այդ ծովի ափին, ասենք մեռնում էիր, մարդիկ տենց որ 7 ժամով, 8 ժամով non-stop մնում էին ասենք այդտեղ, որ սիրուն ոչ է, շատ սիրուն է, բայց ոնց է պետք է ամեն ինչը կողքերը համահունչ լինի, ճիշտ է։ Ափ գիտես ինչ հարց ունենք, ուզում էի հիշեի 21 թվականին որ տեղափոխվեցիր Դուբայ, այդ վախտերն չէ։
ոնց էր ընդ կյանքը, ինչ փորձ Դուբայը քեզ տվեց, ինչ դժվարությունների առջև կանգնեցիր կամ միգուցե կարող ես տեղեր ինչ որ դժվարությունների առջև կանգնել, որ թողեցիր գնալ, որովհետև ես հիշում եմ շատ լավ է իրեն, վաղ այստեղ լավ էր սա կոմոդ ու սենս շատ լավ էր։ Պայտակ sense թողեցիր ու գնացիր, էլի, այսինքն տենց ինչներ են դե քեզ կանչել։ Անկեղծ ասած ավելի շատ աճելու հնարավորությունները, փորձի ու աճելու հնարավորությունները ու տեղափոխվելով այնտեղ բաշկերս բացվեց, հա, այն առումով, որ թե ինչ ահռելի ու մեծ շուկա է միջազգային ոլորտը DJ-ինգի արտիստների մեջ, հա, թե ակումբները, թե արտիստներին ուսումնասիրելով ինձ տվեց մի հատ հնարավորություն, որ ես հասկանամ, որ չի կարելի փակվել ու մնալ այդ քառակուսու մեջ, հա, ու պետքա ձգտել ավելիին։ Իսկ Դուբայի ինձ լիովին հնարավորություն տվեց սկսած կապերից, նոր կապեր, նոր ընկերներ, գործընկերներ ու շատ օգնեց ինձ նույն հետ վերադառնալուց հետո ստեղ ավելի պրոդուկտիվ աշխատանքի համար։ Ու չեմ փոշմանում, ասեմ դες։ Ինչքան էլ որ բարդ էր, բնականաբար դե կտրված, թե ընտանիքից հետ, թե ընկերներից հետ, առօրյայից հետ ավելի ուրիշ կյանքով էիր ապրում, բայց անկախ ամեն ինչից ինձ տվեց մի հատ փորձ, որը որ կարծում եմ մինչև օրս ես օգտագործում եմ ու մինչև օրս այդ կապերից օգտվում եմ, էլի։ Այդպես Դուբայի պատմությունը։ Իսկ ինչ եկավ մտքիդ, որ վերադառնաս, չմնաս, այլ չշարունակես այնտեղ, էլի։ Որտես պատմես լավ էր սա։ Հա, էլի ինձ թվում է ավելի որտես լավ էր հետ եկա։ Պայմանավորվել ենք, չէ՞, պրովոկացիոն հարցեր չլինի։ Անկեղծ ասած ոչ թե վատ էր հետ եմ եկել, իրականում լավ էր ու դեռ պոտենցիալ կար, հա, ուղղակի sense մի հատ պահ եղավ, որ այնտեղ ապրելու համար, հա, դու պետքա միշտ մնաս, այսինքն ունենաս ռեզիդենտ աշխատանք, որը որ քեզանից խլում է էներգիա, ժամանակ ու դու չես հասնում ֆոկուս դինես կոնկրետ քո անձի, քո կարիերայի ու քո առաջխաղացման վրա։ Այսինքն աշխատելով շաբաթը 5 օր, 6 օր, 4-5 ժամով DJ-ի համար կամ արտիստի համար, որը որ ուզում է առաջ գնա, դա հա ավելի վնասա ու կարծում եմ ունենալով հետին բազա Հայաստանում, քանի որ մինչև 21 թիվը ոնց նշեցի լավ էր, հա, որոշեցի, որ ինչի՞ չէ կարելի է գալ Հայաստան ու փորձել այդ ժամանակը ու այդ էներգիան դնել Հայաստանում, թե իվենտների մասով, թե ստեղծագործելու մասով, թե ու այս ամեն ինչը միավորել քո հենց երկրում, որովհետև մեր երկիրն էլ ինչի՞ չէ ոչ պակաս զարգանում է ու դեռ հələ շատ է զարգանալու։ Հա, կոնկրետ հիմա տենց լավ ալիքի վրա ենք, հուսանք թութու ասում ամեն ինչ լավ կլինի։ Կարա իր ասել պրոստը շոկ էր, աբջան, այս շոկը շատ շոկ էր։ Так, ես բանից էի ուզում քեզ հարց տայի, քո տենց պրոդյուսերական կարիերայի մասին, տրեկեր ունես թողարկած, օրինակ ոնց որ քո առաջի տրեկերից, որ Beatport-ում էր, այն քո Cyberpunk տրեկը, որ համոտ 1 ամիս Beatport-ի top 100 էր, ինչ ощущенияներ ունեիր, օրինակ այդ ժամանակ, երբ որ տիպը առաջի թողարկած տրեկը, առաջինն էր ինքը թե չէ։ Չէ, առաջինը չէր, ինքը երրորդ տրեկն էր։ Ինքը երրորդ տրեկն էր, այն առաջ երկուսը մի հատ Դոնզի հետ ա եղել ու դրանից առաջ մի հատ առաջի իմ ամենա Դոնզը կորել է։ Հա։ Առաջի մեր ռիլիզը։ Ասիկի շապ։ Չեմ հիշում որտեղ էր։ Չէ, երրորդ ռիլիզն էր Cyberpunk-ը ու այդ վաղտ իմ համար էլ էր ճիշտ ասած շատ ոգևորված էի, բայց հիմիկվա հաջողությունները ինձ ավելի են ոգևորում, քանի որ էներգիան դրված արդեն լրիվ ուրիշ է։ Ուրիշ էներգիա է մյուզիկի մեջ դրվում, ավելի ոնց որ հոգեհարազատ, բայց էլի ամեն դեպքում շատ լավ է, շատ կայֆ էր, որ սփորթել արեցին, կստացի այդ տրեկից հետո Համելին, որ դուրս եկավ Համելին Burning Man-ում նվագեցին, մի քանի մեծ ֆեստիվալների նվագեցին, լավ էր, շատ լավ էր։ Հա, ես դրա հետ կապված էլ տենց են, որ հարց ունեինք support արտիստների հետ, հիշում եմ, որ տենց ահագին արտիստներ support էին արել, շատ կայֆ էր այդ պահը, որ ասենք մանավանդ
Հա, դե օրինակ Սաբոն, ինչքան չէ, Սաբոն Goldcap-ը Լեմուրյանը իր ֆեստիվալի ժամանակ, հենց Լեմուրյանն էլ, եթե չեմ սխալվում, Burning Man-ի ժամանակ նվագել էր։ Տենց դե նմանատիպ ժանրային առումով էլ է նմանատիպ արտիստներից support ստանալը շատ մոտիվացնում է էլ ավելի լավ գործեր անելու եւ առաջ գնալու։ Իսկ հիմա որ ինչ արտիստների ես ավելի շատ հետևում, օրինակ նույն էլի support-ի առումով, օրինակ հիմա ում կուզեիր որ ասենք քեզ ինչ որ չգիտեմ արտիստներ ինչ արտիստներ կուզեիր support անել։ Տեսեք support-ի մասով ոնց որ ես հասել եմ երևի մի հատ կետի, որ իմ համար դարել է support-ը ոչ այդքան կարևոր, ինչքան որ track-ը հասնի իր ճիշտ լսարանին, հա, այսինքն նույն ֆեստիվալներ, կազմակերպողներին, իվենտներ, կազմակերպողներին, քլաբի art director-ներին, այդ սխեմային, հա, ավելի շատ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ okay, support-ը շատ կարևոր դեր ունի միանշանակ, բայց եթե track-ը ճիշտ տեղն է գնում, հա, օրինակ ես պես մի քանի ամիս առաջ ծնունդից գնացել էի Իբիցա ու շատ պատահաբար հանդիպում եմ այնտեղ Women Festival-ի ոնց որ book անողներից, ովքեր որ book են անում ու հենց այս վերջի track-ը Breaking My Heart-ը թողարկվել է Իբիցայից ինչ-որ մի label-ում, Super Sapiens label-ում։ Ու տենց խոսացինք, ներկայացա, բան ծանոթացրեցին, ոնց որ ասեց անունս ասեցի, բան ու սենց ինքը, հա, ես Breaking My Heart-ը մեզ հասել է, մենք լսել ենք այդ track-ը Լուկան մեզ ուղարկել է բան ու սենց շատ լավ զգաց ինձ, որովհետև իրականում կոնտակտ ու թիրախ իմ համար արդեն հանդիսանում է ոնց որ հենց այդ մարդը, ով որ զբաղվում է թե իր booking-ներով, թե արտիստների line-up-երը, ժամերը ընտրելով ու դա շատ մեծ հնարավոր է, մինչև օրս իրենք կապի մեջ են, ասենք անընդհատ track ուղարկի, իրանք են ուղարկում ինչ-որ բաներ, բան ու հուսով եմ ու վստահ եմ, որ ինչ-որ մի օր ինչ-որ մի լավ line-up-ում կհայտնվենք։ Աբժան, այդ ասացիցդ շարունակեմ մյուս հարցը տամ, քանի որ նվագել ես Black Coffee-ի հետ, Boris Brejcha-ի, Roy Rosenfeld-ի, Shinobi, Jeff-ի, Parraforkova-ի, նմանատիպ ու եւ այլն։ Տենց արտիստների հետ նվագելուց ուզում հասկանամ ինչ է ստացել, ինչ դրական միգուցե զրույցներ ես ունեցել, որոնք որ քեզ քո կարիերայում ինչ որ հաջողության են բերել մի օր կամ իրանց կողմից ինչ որ խորհուրդներ ես ստացել կամ պարզապես իրանց հետ կոնտակտը ինչ որ դրական բանի քեզ բերել։ Իրականում շփումը տարբեր արտիստների հետ շատ հետաքրքիր է եղել, հա, մարդ կա են որ եկել ասել ենք դե լավ դե այսով վերեսի, բայց մարդ էլ կա շփվել ենք ու բավականին ոնց որ մեծ փորձի փոխանակում է եղել, հա, նույն թեկուզ Ռոյը, որը հանդիսանում է իրոք իմ շատ սիրելի արտիստներից, հա, իր հետ իվենթից առաջ իր հետ զրույց ունեցանք։ Ինչ չեն կարող ասել Սեբաստիան Լեգերի մասին։ Ահա, կյանքներդ կերավ։ Կներեք իհարկե։ Ու ոնց որ անընդհատ մի հատ պերիոդ եկավ, որ ամեն այն արտիստները, ովքեր որ գալիս էին, պահիտակ ընտրում էինք հենց իրոք արտիստներ, հա, նույնն ասենք, թե Ռոյը, թե Parraforkova-ն, թե նույն Ռամպուն, անցած տարվա Զվարթնոցին որ եղավ, նման տեսակի արտիստները քեզ ավելի շատ դրթում են ինքնազարգացման, այսինքն իրենց հետ շփվելուն հետ մեկտեղ հասկանում ես, որ դու ես ու քո եկած երաժշտությունն է լինելու վերջի գաղափարը, էլի քեզ destination հասցնող է։ Պլյուս աստղայինները տարած չեն, էլի, կոպիտ ասած, իրաքից համել տենց լավ մարդիկ են, շփվող, որ կոնկրետ այն որ կարան, որ ասում մի բարի խոսքով, մի ինչ որ տենց բանով, support-ով, հա, տենց էլ մենք էլ բավականին տենց շատ DJ-ներ ունենք, մենք DJ-ներ կային, որ գալիս են կոնկրետ այն որ եկել են գործի, հա, այն որ գործը անենք այդ հանք, բայց DJ-ներ կան, որ կոնկրետ ասենք տենց այն որ կարող են դաժե խորհուրդներ տան, բան, հա, աբջան, ուզում էինք alter ego-ից խոսեինք, ոնց որ նշեցինք դու alter ego-ի համահիմնադիրներից ես հիմա ասում եմ գործող ոնց որ կազմակերպիչ իվենթային նախ ուզում եմ երկու բառով էդ էլ պատմես ոնց գաղափարը ստեղծվեց alter ego-ի հիմնադրման, ինչու հենց alter ego եւ երկրորդն էլ որպես DJ producer, ինչն է քո կարծիքով օրինակ ավելի դժվար տիպը DJ producing-ը, թե իվենտներ կազմակերպել է Հայաստանում։ Նախ քանի որ խոսքը արդեն գնում է իվենտներից ու հնարավորություն կա խոսելու, առաջինը ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ
ստեղծելու մի պրոյեկտ ու առողջ կոնկուրենցիա, հա, այսպես ասած, որից որ մենք իրոք ոգեշնչվում ենք, հա, այսինքն նայելով ձեզ որպես Gen Z, այսպես ասած, հա, շատ ոգևորող է, որ անում եք իվենտներ, որը որ մեծ արտիստներով է լինում, որակապես բարձր է լինում, այդ ամեն ինչը նայելով մենք էլ ենք փորձում բնականաբար առողջ կոնկուրենցիայի մեջ անել ավելի լավը։ Դա մեր երկրին ինձ թվում է մի քիչ պակասում է առողջ կոնկուրենցիան, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ։ Ձեզ միշտ առողջ ենք տեսել, Աբուլ ջան։ Մենք էլ ճիշտ ասած այս վերջերս էլ փորձում ենք ընդհանուր տենց գտնենք մարդիկ, որ առողջ են, բայց ոնց որ չեն գտնում բացի ձեզնից, բայց ինչ որ է լավ։ Ինչ էի ուզում ասեի, մտ հարցի, հա, Alter Ego-ն ինչպես ստեղծվեց, երբ որ ես դեռ Դուբայում էի, ինձ թվում է, ասենց ինչ որ մի բան ներսիցս ասում էր, որ ինձ կապող օղակ կա պետք Հայաստանի հետ, որ ոնց որ չգնաս մոռացվես, որովհետև իմ պլաններում կար մնալ երկար ու ավելի երկար քան մնացի ու գործընկերոջս հետ որոշեցինք ստեղծել Alter Ego-ն եւ ստեղծեցինք կամած էտապներով անցնելով հասանք ինչ որ մի լեվելի կարծում եմ, որ մարդիկ սիրում են, սպասում են, թե լավ եւ թե վատ կողմերով, դե իդեալական բնականաբար ոչ մի բան չի լինում ու իդեալական ընդհանրապես ոչ մի event չի լինում, ոչ թե դա ասենք մեզ ու ձեզ է վերաբերվում, այլ ընդհանրապես էլ ասենք ուր էլ գնանք, դաժե որ լինում ասենք ինչ որ կետեր դու էդի հատուկ հենց նրա համար է, որ ասենք այդ դրա վրա սովորես ավելի լավ ինչ որ հետո մյուս անգամ կոպիտ ասած շտկելով, բայց մեկը ինչքան էլ շտկում ես իվենթային իրականում իվենթային թեման շատ լուրջ ու կարևոր թեմա է նամանավանդ մեր երկրում, որովհետև հիմա իրոք շատացել են իվենտները ու մարդիկ սկսել են մի քիչ տատանվել, հա, մի քիչ ընտրության հարցում բարթանում է դա լավը, վատը, մարդիկ չեն կողմնորոշվում ուր գնան, շատ իվենտներ է լինում քաղաքում, որ ոնց որ չափից ավելի շատ է, էլի, այդքան էլ պետք չի, մեր ունեցած, քանի որ էլեկտրոնային լսողները այդքան էլ շատ չեն մեր երկրում ցավոք, ռեսուրսը քիչ է, հա, մի քիչ բարդացել է մարդկանց համար, չնայած դե թոփերը մնում են թոփեր անկախ ամեն ինչից, բայց մեկը ես մի բան կասեմ, կավելացնեմ ձեր ասածներին, մարդիկ մտածում են, եթե իրանք ունեն գումար, շատ գումար, իրանք կարան միանգամից շատ լավ միջոցառումներ կազմակերպեն։ Ես կարող եմ վստահ ասեմ, որ դա տենց չի, իրանք չեն կարող պարզապես։ Այնքան մանրուքներ կա, այնքան հարցեր կա այդ կազմակերպչականի մեջ։ Դա ոնց որ փորձ է պետք, տարիների փորձ է պետք։ Նախ դու պետքա ֆարացած լինես աշխարհով, դու պետքա տարբեր փառատոներին, կլաբ մասնակցես, կլաբերին գնաս կլաբեր, պլյուսեր մինուսները հասկանաս, ինչ որ բաներ քաղես, բերես քո երկիր։ Տենց է, մարդիկ տենց են իրարից սովորել են, դա նորմալ երևույթ է, բայց դու պետք է անցնես այդ ճանապարհը դրա համար։ Ու դու ինքդ եղել ես դրա մեջ, դու ես անցել այդ ճանապարհը, դու ես մինչև այդ կլաբը եղել, երաժշտություն սիրող եղել, գնացել, ֆռացել, այսինքն դու որ հիմնել ես այդ ամեն ինչը, դու այդ մեջի մարդ ես եղել ու դու փորձ ես հավաքել, նոր գնացել ես այդ քայլին, բայց հիմիկվա կազմակերպիչներից ես ուզում եմ ասեմ, որ պետքա այո, առողջ կոնկուրենցիա, իրար չխանգարել, հարգանք վերջի վերջը, հարգանք, ի վերջո մենք փոքր երկիր ենք ու իրար վրա դատաները դուրս չգա։ Սենց բաներ կա, որ պետքա իրար հարգենք, որ այս ոլորտը ընդհանուր զարգանա։ 1000 անգամ խոսացել ենք, որ վրացիք ինչի են այդքան լավը, ինչի են այդքան լավը։ 5 ժամ ենքում ենք ապրում, բայց իրանք սկզբից շատ միավորված են եղել ու ինչ արել են բոլորով։ Հիմա կարող է ինչ-որ իրանց մոտ ոչ առողջ կոնկուրենցիա էլ կա, բայց պահանջարկն էլ շատ արդեն են դեռ։ Այո, բայց պահանջարկը շատ է, տեսեք ինչ արտիստներ են գալիս։ Ես էի ուզում ասել, բացի նրանից, որ ասենք հիմա ով փող ունի իվենտներ է կազմակերպում, դա գիտես ինչից է գալիս, որ մեր մոտ նույն, ասենք այդ պատրիվից էլ է ժողովուրդ ովքեր որ այդ պարտիներին գնում են,
որովհետև դա երկկողմանի պետք է լինի, այսինքն մենակ event կազմակերպչի փորձով չի, այդ մարդն էլ պետք է փորձ ունենա event-ներ գնալու, այսինքն այդ մարդն էլ պետք է դրսում event-ներ գնացած լինի, ֆեստիվալներ գնացած լինի, որ ինքը լավը չէ, ով որ գնում է event-ների, որ ինքը լավը վատից տարբերի, որովհետև խոսքի ասենք այն մարդիկ, որ կյանքում խոսքի ասենք մի անգամ party են գնացել, խոսքի գնում են մի հատ այտենց ինչ որ party, ինքը չգիտի որն է լավը, որն է վատը, ինքը գիտի խոսքի ասենք sense DJ-ը եկել կամ ասենք չգիտեմ sense խմիչք է եղել, ինքը գնում է այդի խմում է իր խմիչքը, ինքը չգիտի ասենք չգիտեմ մուտքը ոնց պետք է լինի, ինքը չգիտի խոսքի ասենք ինքը ոնց, հա, ոնց պետք է ֆեստ բան, այսինքն ինքը այդ պատրիբից էլ լից է գալիս էդի, ասենք որ տենց մարդիկ, չգիտեմ, կանգնում են իվենտներ են անում։ Այսինքն երբ որ մարդիկ էլ խոսքի ասեն ավելի շատ փորձ կունենան, որովհետև դա էլ է էլի կոնկրետ, ասենք բանը, ասենք դրսի օրինակ հիմա եվրոպացին գա խոսքի մոտ տենց իվենտ մտնի, կասի, էս ինչ էր։ Ասենք դա շուտ է խայտարակություն։ Բայց խոսքես թե մարդիկ ովքեր որ կյանքի մեջ կարող ասենք տարին մի անգամ են իվենտի գնում։ Հա, իրանց համար դա օքա ու խոսքի են որ իրանք վաու էֆեկտով դուրս են գալիս այդտեղից։ Ու այն որ ինչ ասես խոսքի ասենք այդ մարդուները մյուս անգամ էլ են իվենտ անում էլի մարդիկ այդպես են որտեղ այն մյուսը ասել էր վաու էս ինչ իվենտ էր դե նաև գիտես ինչ այդ արտիստների մասով էլ օրինակ արտիստները գալիս են թե փոքր արտիստ կլինի մեծ արտիստ կլինի բայց իրանք այնտեղ խոսում են չէ իրար մեջ արտիստները իրար մեջ խոսում են ագենտները իրար մեջ խոսում են թե իրանք գնացին այս երկրի ինչ փորձ ստացան վատ ֆիդբեքներով ասենք հետ գնում են, հետո երկրի մասին ընդհանուր վատ կարծիք է ձևավորվում։ Դրա համար չի զարգանում ոլորտը։ Ասածս ինչ է, թող կազմակերպեն մենք բոլորս ուրախ ենք միայն, որ շատ community-ներ են հայտնվում այս ոլորտը գնալով զարգանում, լավ արտիստներ են գալի, բայց պետք է հարգանք լինի այդ ամեն ինչի մեջ, իրար հանդեպ առաջնահերթ։ Եվ պետք է մաքսիմալ քաղել բոլոր հարցերի շուրջ, որ որակ լինի ամենակարևորը, քանակը այդքան կարևոր չի ախր։ Այո, ես մել տխրեցրեցիր վերջ։ Ես չէ, դե պետք է խոսանք sense բաներից, որ մարդիկ իմանան ախր, ոնց Պարտադիր, համաձայն եմ։ Հələ կարելի է մյուս ոդկասթի ժամանակ մի խորանալ դաժե ավելի այս թեմայով։ Կարող մյուսին էլ ինձ կանչեք։ Կարող, կարաս գես մեր համա բան էլ ինձ ասում մեր։ Ինչի հետաձգել, եթե կարանք հիմա խոսենք դրա մասին։ Ես ուզում եմ խոսամ պրովոկացիան հարց տամ։ Քեզ դայրոն ուրա։ Ինձ թվում է քնած է հիմա կամ դիմում կլինի։ Խիհ լավ արտերեգոից։ Դայրոն կա, իրականում իմ կյանքում էլ կա։ Իրականում որոշեցինք, որ ոնց որ ավելի լավ կլինի, քանի որ բիզնես ընկերություն, հա, դա մի քիչ ավելի բարձ սխեմա է։ Մենք որոշեցինք, որ ավելի լավ է ոնց որ այդ գծով մեր ճանապարհները շարունակվեն, որտեղ ինքն էլ ավելի շատ խորացված է մյուզիկի մեջ, ես փորձում եմ համ մյուզիկ, համ բիզնես տեսանկյունը զարգացնեմ, կարծում եմ այդ ավելի շատ մեզ խանգարում էր լինելով իրար հետ ու մի բիզնեսի մեջ, որպես DJ-ներ, արտիստներ, եւ որոշեցինք, որ ավելի լավ է ոնց որ պրոյեկտը թողնենք, ու տենց զբաղվենք առանձին մեր բանը էլի ասում այդ բանին չեք դիմաց, Աբուլ ջան ասում այդ իրար մի սուտոցին չեք դիմաց, ասում ես ու լյովը ապե Մենք դիմացել ենք։ Այդ բանը ասում դրա միջով անցել ենք, անցնում ենք ու ասում հələ պետք է անցնենք։ Մինչ օրս էլ լիքը ոնց որ սա հարցերի շուրջ տարբեր կարծիքներ են։ Շատ տարբեր ենք իրականում, բայց ցկեցինք իրար 10 տարի, հեսա 10-ամյակն է մեր։ Ինձ թվում է 10-ամյակ դա իրոք շատ լուրջ է։ Ես փորձում եմ հիշեմ ձեր մեծամասամբ սա իվենտերին ես ձեր եղել եմ, հա, այն ժամանակ պոլոկորպից առաջ բանում կրկեսում watermelon եթե չեմ սխալվում իվենտ ունեցակ դրանից առաջ հայ ֆիլմում New York եթե ճիշտ եմ հիշում հա այդ սիրկուսներ այդ սիրկուսներ հենց հա այն բաններ չենց բաններ տրիանգուլում սիրկուս էր էդի կոչվում չէ ոնց որ New York-ի այդ իվենթի անունը հա տենց բանի թեմայով էր տենց բաներ էին կարել աղջիկը իջավ պատալոգից հիշում ձեռով պահ չէ աբսոլյուտ watermelon արդեն դու ես խառնուրոջ ջան մեծացանք
Չեք հիշում։ Իսկ մի հատ դրա հետ կապված, գիտես ինչ եմ ուզում հարցնեմ, դուք երկուսդ էլ իմ համար ձեր Պակալենիայի ամենավառ ներկայացուցիչներն եք, դու էլ Դայռոն էլ, ինքն էլ շատ լավ ճանապարհ է բռնել ու մեր ընկերն է, ու սենց ես երկուսիդ էլ շատ սուպորտ եմ անում։ Ինձ թվում է դուք էլ սենց ձեր բնավորությունները երկուսիդ էլ սենց բան կա, ոնց ասեմ դες առաջ գնալու լիդերական sense բաներ կա, ինձ թվում է այդ բանին գեվի ասած այդ նապորին բան չարեցիք, էլի չձգեցիք, դրա համար որոշեցիք ոնց որ գործը ընկերությունը չփչացնել եւ ոնց որ ամեն մեկը զբաղվի իր գործով, ինձ թվում է դա էլ է շատ ողջունելի որոշում ու ես alter ego-ին շատ support եմ անում ու դες էլ առանձին որպես արտիստներ վստահ եմ շատ թույն է լինելու ձեր ամեն ինչ։ Մերսի շատ։ Հա, իրականում մենք նայեք այդ բաժանումը նաև հենց մեր արտիստական կոպիտ ասած կարիերայի ինչ որ մի մասնիկներից է կազմում, քանի որ մենք չէինք ուզում, հա, որ շարունակենք back to back նվագներով անընդհատ ու քանի որ երկուսից մոտ էլ լինում էր որ դուրս էին կանչում եւ այլն ինչ որ մեկս մեկից կախում չունենար, հա, այսինքն որոշեցինք որ պրոյեկտները պետքա առանձին աշխատացնել։ Դե դա կարա ոչային էլ տարբերություն լինի, էլի, ասենք կարող է back to back-ը մի օր մարդու մտքին, չգիտեմ, մարդը մեկը որոշի տեխնո նվագել, մյուսը որոշի drum and bass նվագել։ Օրինակի համար եմ ասում, էլի։ Տենց բաները հարցեր էլ կա։ Օրինակ ես ու Գևն էլ հիմա ոչային երևի տարբեր ենք, բայց մինչև հիմա չգիտեմ, փորձում ենք։ 11-ից էլ ասենք, բոլորին ուզում ենք հրավիրել, Դիլի ջան, օգոստոսի 29-ին, այո, տեղի ունենալու մեր Triangle-ի 10-ամյակի միջոցառումը Green Rock-ի հետ համատեղ Coca-Cola-ի Absolute-ի մեր գործընկերների support-ով մեր 10-ամյակն ենք անցկացնում, բոլորին սպասում ենք, շատ թույն event-ա լինելու, լոկացիան ուղղակի խելահեղ լոկացիա է, Խանջան, Աղասի Խանջանի վիլայի դիմացա լինելու, թույն լուսային, ձայնային, ինչպես միշտ լինում է։ Իրականում շատ լավ ճանապարհ ենք անցել 10 տարի իրար հետ, լիքը թույն event-ներ, փոքր թե մեծ ու Եկ կարևոր է մեր համար, ստեղ ինձ թվում է կարևոր է բոլոր այն մարդկանց ներկայությունը, որոնք որ այսքան տարիների ընթացքում եղել են, մեզ support են արել, ուզում ենք իրանց բոլորին տեսնել այդ օրը ու մեր հետ կիսել մեր համար կարևոր օր է, հա։ Համար կարևոր օր է։ Մեր տորթից գաք ուտեք։ Հա, ապայման տորտ, երայնքնի տորտ պետք է ունենանք այդ օրը։ Բայց գժվեմ շպրտեմ մեկի վրա, հա։ Skrillex-ի կայֆերից անես, հա։ Չէ, օքեյ, ազիզ։ Աբջան, alter ego-ից ոնց է տեսնում alter ego-ի ապագան, քանի որ ունես նաև կայանալիք event սեպտեմբերի 12-ին մեր Տելեբաշնյայում Էմանուել Սատիինես Սաթի այդ տղա ազգանունը միշտ չեմ կարող ասել Սաթիինես հրավիր է, շատ լավ արտիստ է, սցենարիուսից 4 տղեկի մյուզիկը շատ եմ հավանում, շատ տարբերվում են իրենց ոճով։ Նախ բոլորին ուզում եմ որ ուշադրություն դարձնեք այդ event-ին ու անպայման ներկա լինեք ամսի 12-ին հերթական twin event-ն է կազմակերպել, support անենք, գնանք բոլորս։ Լավ արտիստներ ես բերում շատ, քեզ հաջողություն ենք մաղթում, միշտ գալիս ենք ու ուզում եմ կարճ ասես նամանավանդ որ դու ոնց որ նշեցի Gen-Z այն առաջի վիպուսկն ես, որը որ ինչ ոնց է իրանց հետ ինչ ոնց են իվենթներին իրանք ոնց դրսևորում, հա, այդ եմ ուզում քեզ հարցնեմ, էլի նաև ոնց որ երկու հարցից երկրորդ պատասխանը նաև ինչպես ես տեսնում alter ego-ն մոտակա տարիների ընթացքում։ Նախ նորից շնորհակալ եմ support-ի համար, թե support-ի, թե միջոցառումը առաջ բերելու համար։ Տեսեք, իրականում ապագան
թե նաև կախված է ձեզանից, թե կախված է բոլորիցս, քանի որ ինչքան երկիրը զարգանա, ինչքան զարգանա մեր երիտասարդությունը, ինչքան լսեն էլեկտրոնային երաժշտություն, ավտոմատ թե կզարգանա մեր պրոյեկտը, թե ձեր պրոյեկտը ու հետագայում նաև ասենց օֆիցիալ էլ ասեմ, հա, ոչ օֆիցիալ քեզ շատ եմ ասել, նաև կուզենանք կոլաբ ունենանք թե Alter Ego Triangle-ում, որը որ կարծում եմ իրոք շատ սպասված կլինի մարդկանց կողմից, թե մեր երիտասարդների, թե արդեն ձեր մի քիչ ավելի տարածել չեմ ուզում ասեմ, բայց ասի։ Բայց ասեցի։ Ու ես ունեմ իր հետ շատ պլաններ ունեմ, քանի որ նաև իր հետ կա կցված label, որը որ ժամանակավորապես դադարեցված է ավելի ոնց որ ոճային նոր փուլ մտնելու համար, ես իրանց փորձելու եմ դարձնեմ բրենդ նաև դրսում, հա, թե իվենտներ ունենանք դրսում, իրանք հրավիրեն մեզ, մենք հրավիրենք իրան շոուքեյսեր արվի, հուսով եմ որ կստացվի ու միշտ ուրախ կլինեմ նաև ձեզ էլ տեսնեմ։ Այդտենց սիրով կսպասեմ բոլորին սեպտեմբերի 12-ին Ցելեբաշնայում, մեր TV Tower-ում, հայերեն չգիտեմ Հերոստաշտարակ, այո։ Շատ լավ, դե մեր վերջի ռուբրիկայի մեր հրաշալի ռուբրիկայի ամենասիրած ռուբրիկաներից մեկն է, մեր old school track-երին ենք անդրադառնում, այս դեպքում շատ հայտնի house track-ը 20 տարի է լրացել, պիպեց, այս թվերը որ նայում եմ, սիրտս վատանում է։ Ես հիշում եմ դու ոնց էիր առաջի անգամ նվագում այս track-ը։ Մինչև հիմա, կստати, այս վերջերս մի երկու անգամ նվագել եմ, մարդիկ շոկ են ապրում, տենց է որ լավ մոռացված twin track-երից է, Fedelegrani Put your hands up in the air for Detroit, հա, put your hands up for Detroit track-ն է, ես կապ ընկավ ասում, հուզմունքից է երեխեք։ Շատ twin track է, հա, այս track-ն էլ 20 տարի է արդեն։ 2000-ականների house հիմներից է եղել, Նիդերլանդների ակումբային միջավայրից, տենց տարածվել է հետո ամբողջ աշխարհում, շատ հիշվող տենց բասային գիծ ունի, ու պլյուս դե վոկալը, Put your hands up for Detroit, դա այն որ մարդիկ գոռում էին ուղարկի, Fedelegrani ծափարում եմ քեզ, մալադեց։ Անտիր տրեքի համար։ Վերջում կարանք դաժե տրեկը միացնենք, ասում ենք ձեռը սենց անելով դուս։ Ապրես Քև ջան, շնորհակալություն, մի անգամ եւս Rock and Roll-ին, այս անգամ Rock and Roll-ին չէ, Rock and Roll-ին շնորհակալություն հայտնենք մեզ տաղավարը տրամադրելու համար։ Ավ ջան, քեզ լիքը հաջողություն, Triangle-ումը քո հետ է, full support, լիքը հաջողություն, վստահ եմ որ մեծ իվենտներ են դեռ սպասվում, ու այդ քո պլանները դրսում շոուքեյսեր անելու, թե լեյբլի հետ կապված, թե քո պրոդյուսինգի հետ կապված կհասնես եւ էլ ավելի լավ բաներ է սպասվում բոլորին, так что ժամանակա պետք եղեք համբերատար եւ ամեն ինչ արժևում է։ Եվ մեր հանդիսատեսներին էլ խնդրում ենք բաժանորդագրվեք մեր ալիքին, խնդրում եմ սեղմեք այդ լայքը, կարակ կիսվեք, կարակ ինչ-որ մանր կտրտեք, ռեմիքսներ անեք։ Այո, Ալբերտին կարող է կոմենտներ ունենաք, ինչ-որ հարցեր։ Այո, ինչ հարցեր կա գրեք կոմենտներում, Ալբերտին կհասցնենք, եթե ինքը չնայի, բայց իմ կարծիքով կնայի դաժե, տենց է, որ որտեղ ինչն են կտրել, ինչ չեն կտրել։ Կա պրովոկացիոն հարցեր էլի լինեն։ Դե շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Կհանդիպենք Triangle-ի 10-ամյակին եւ Alter Ego-ի Հերոստաշտարակի իվենթին։ Հերոստաշտարակի իվենթին այդ բառը, հա։ Պակա։ Նացինք, պակա։ Շատ կայֆ էր, բայց ես պայտակ էլ չէի ուզում բրծնի, լավ է նստած խոսում էինք։